Ծիծաղաղիդ վանացովի փոքրիկ յուղից արաբյան ծովներ մտնում գաղթագողի ամեն գիշեր մի տղա հանկարծ դղուր շրթունքներին սարած մնաց երկու բար այն օրվանից սիրո համար կղզին կոչվեց աղթամար Հիմա ինձ լսի Մաման հիվանդ է Մաման չէր ուզում, որ քեզ ասեմ։ Ես էլ էի գիտակցում։ Հասկանում էի, որ պետք չի աղբորս ասեմ, որ բանակում է։ Որ չանհանգստանա, չմտածի։ Ու իմ էլ չէի ասելու։ Ես ինքս էլ կտանեի։ Թեկոս, որ երկուսով ավելի հեշտ է վատ բան տանելը։ Բայց դու ստիպում ես, որ ասեմ։ Ինչ ես խոսում։ Ես գիտես քանի անգամ եմ փորձել մամային ասեմ, որ նշանդրակ չի լինելու։ Ու գիտես ինչ եմ ասել։ Որովհետև վախենում էի։ Վախենում էի, որ մաման իրան վատ կզգա, կնեղվի։ Որովհետև մաման անդադ ասում էր, որ իր ամենամեծ նպատակն է։ Որ սպասում է, որ անապրի սպասում է այդ օրվան։ Մաման հիվանդ է, ու մի տարուց ավել է մենք իրան դեղերով ենք պահում։ Այդ է պատճառը, որ մինչև հիմա ես նշանդրեքի վերջ չեմ տվել։ Հիմա ուղեղիդ հասավ, Սպասի, մամային ոչ մի բան չասես, հասկացար։ Ասում եմ, մամային ոչ մի բան չասես, հասկացար։ Եկաք տղես։ Նոր ես եկել։ Հա։ Բա դրսում էդ ինչ գոռոց էր։ Չգիտեմ, ես ոչ մի բան չեմ լսել։ Լացել ես։ Չէ, ով ասաց։ Կարող է թեյ դնեմ խմեք, կամ էլ հաց ուտեք։ Այսօր ոչ մի բան չկերաք նորմալ այնտեղ։ Չէ, ես չեմ ուզում։ Ես գնամ քնեմ, հոգնած եմ։ Լուրջ։ Տաշտով ձուկ ես մաքրել, որ հոգնել ես։ Մարի։ Ինչ, մամ։ Ինչ։ Ուղղակի ուզում եմ իմանամ ինչ է արել, էլի, որ հոգնել է։ Հորդ հետ էի խոսում։ Ափսոսում եմ։
Շատ եմ ափսոսում, որ ձեզ չտեսավ այսքան մեծացած, որ քեզ չտեսավ բանակից գալուց, ոնց կհպարտանար գնելս, ոնց կուրախանար, ամբողջ գյուղին մեր տուն կկանչեր ու կպարեր, այնքան կպարեր, մինչև շունչը կփչեր։ Հիշում ես, որ Հրոն էր բանակ գնացել, ոնց էր իրան պահում, համ ճանապարհելուց քեֆ արեց, համ Հրոյիս վերադարձին, ու չէր թողնում, որ լացեի, ասում էր զինվորի համար պետք չի լացել, մենակ պիտի աղոթես, ասում էր քնելուց առաջ աղոթի, խաղաղության համար, ու նոր քնի, աղոթի, որ խաղաղություն լինի, ու ասում էր, որ առավոտյան գյուղում քայլես մեջքդ ուղիղ թող լինի, որովհետև դու զինվորի մայր ես, զինվոր ես մեծացրել, Մանվել ջան, փոքր զինվորդ էլ տուն եկավ, ոնց կուրախանայիր, ոնց կհպարտանայիր, բայց թևերը բարձրացնող ու հետը պարող չկա, Մանվել ջան, Գնել, բան է եղել տղես։ Չէ, մամու ջան, ոչ մի բան։ Ինչի՞ չես քնում։ Քնում եմ, ուղղակի ասեցի տեսնեմ ոնց ես նոր։ Մամ, դու խոսա Մարիի հետ, հա, անպայման։ Ասա, որ այդ նշանդրեքը քո համար այդքան է կարևոր չի։ Որ պարտադիր չի հենց հիմա նշանվի ու հենց Հրոյի հետ։ Ասա, որ դու ուզում ես, որ ինքը երջանիկ լինի։ Դու հնարավորություն տուր, որ կիսվի հետդ, որ չմտածի դու կմեղադրես։ Դու խոսա իր հետ ու ինքը ամեն ինչ կասի քեզ։ Կխոսես, չէ՞։ Դու հնարավորություն տուր իրան ու ինքը կկիսվի քո հետ։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Թամարիկն ուր է։ Թամարիկը երևի չի դիմացել, փախել է։ Ես քեզ լուրջ հարց եմ տալիս։ Մամ, նոր եմ զարթնել, ինչ իմանամ ուր է Թամարիկը։ Թամարիկ։
Չեմ հասկանում, թե ինչ եղավ այդ երեխան, ոչ միտեղ չկա։ Ման, որ ասում եմ փախելա չես հավատում։ Երևի տենց մոծակը գծել է, երեխան վախեցել է։ Լավ էլի Մարի։ Մամա, գիտես ինչ եմ մտածում։ Ասում եմ կարող է Մոսկվայում մոծակները գծելուց առաջ հարցնում են։ Տենց երեխան խրտնել է, էլի ստեղ։ Թամարիկ ջան։ Տանը չի Տոման։ Չէ։ Լավ։ Գուցե բարին էլ է տան։ Խոսելու բան ունեմ քո հետ։ Խնդրելու բան ունեմ քեզ։ Եթե երկեք կլսես ու կհասկանաս ինձ։ Հիմա տես տեղ ուղակի կանգնած ես, եթե սիրեիր ինձ կգրկեիր հիմա, կհամբուրեիր։ Էդ ահա քո սիրելը։ Տենց են սիրում։ Привет. Բարի լույս, բոլորի փրկիչ, առաքիչ, վարորդ։ Հաստորեն մորքուրին դու ես, հա, առաքել մեր տուն։ Իսկ կարելի է նստել ձեր մեքենան։ Ինչ լավ բան է հարուստ լինելը։
Սիրում եմ քեզ, որովհետև ինձ թվում է, որ ես քո ջրերից եմ ծնվել։ Բայց ամեն անգամ ես ափին կանգնած, հիշում եմ հորս, մեջքից։ Ես քեզ մեջքից եմ հիշում, պապ։ Բաճկոնդ, գույնը, անգամ մաշված հատվածներն եմ անգիր հիշում։ Ու հիմա ամեն անգամ ինձ թվում է, որ այս ալիքներն են քեզ տարել։ Երևի ավելի հեշտ է ալիքների մեջ մեղավոր փնտրել, քան հավատալ, որ դու գնացիր։ Ու մոռացար մեզ։ Մոռացար ոնց էր ինձ գրկում ծովը մտնում։ Իսկ հետո երկար հետս պարկում ավազի վրա։ Մոռացար, պապ։ Իսկ ես երբեք չմոռացա այդ ավազի ծածկոցը մեջքիս վրա։ Ու հիմա էլ եմ զգում։ Ես այնքան արդարացումներ եմ հորինել քեզ համար, որ դու կարիք չունեիր արդարացումներ մտածելու։ Դու պետք է գայիր։ Ու վերջ։ Ես մի անգամ արդեն կանգնել եմ քո առաջ, այսենց, մեղավոր ու վախեցած։ Մի անգամ արդեն դողը ծնկներիս մեջ հազիվ զսպելով, խնդրել եմ, որ երեխուտ ինձ տաս։ Ու դու որոշեցիր։ Դու ընտրեցիր, որ Թամարիկին պետք է ինձ տաս։ Այդ ընտրություն չէր։ Այդ ընտրություններ, Սուսան, դա քո ընտրություններ։ Ես Թամարիկի անունը չեմ տվել։ Դու ես խնդրել, որ երեխուն տանեմ։ Ու ես շնորհակալ եմ քեզ դրա համար։ Ես անսահման շնորհակալ եմ Թամարիկի համար։ Ինքը իմ կյանքը իմաստով լցրեց։ Ինքը փոխեց մեզ։ Ինքը մեզ ուրիշ մարդ դարձրեց։ Ու հիմա ես որպես մայր, որպես մարդ, ում համար Թամարիկի ապագան շատ ավելի կարևոր է, քան իր կյանքը, խնդրում եմ քեզ։ Սուսան, ես քեզ խնդրում եմ, բաց թող երեխուս։ Այն ժամանակ ես էի քեզ լսում։ Ես էի քեզ հասկանում։ Ես հասկանում էի, որ դու մայր ես։ Ու քո երեխուն տալով ինձ մտածում ես, որ գոնե մեկին փրկում ես այս անապագա կյանքից։ Հիմա ես եմ քեզ խնդրում, Սուսան։ Ես Թամարիկին չեմ պահել։ Ոչ էլ ստիպում եմ։ Անպայման չի դա անել բառերով։ Դու քո պահվածքով, դուք ձեր խնդիրներով երեխուս կապել եք այս տանը, այս գյուղին։ Այն Տոման, որը մի ամիս առաջ լույս էր տարածում, որ իր ընկերների ուրախությունն էր, այդ Տոմայից այսօր ոչ մի բան չի մնացել։ Խնդրում եմ, Սուսան, խնդրում եմ, բաց թող երեխուս։
Ես ընդամենը ուզում եի իրան տեսնեի։ Ուզում եի, որ իմ կողքին լիներ այն պահին, երբ որ մտածում եի, Երբ որ դու իրա կարիք ունես։ Ես կարոտել եմ իմ երեխուն։ Ընդամենը կարոտել եմ Մարա։ Ինչ ես հիմա ինձ ասում, որ ես իրան քեզ տվեցի այն ժամանակ, երբ որ ինքը իմ կարիքն ուներ։ Ու հիմա ես իրան պահում եմ իմ մոտ, երբ որ ես իրա կարիքն ունեմ։ Չէ, Մարա։ Ես ուղղակի իմ երեխուն կարոտել եմ, շատ եմ կարոտել։ Ուզում եմ իմ կողքին լինի։ Ուզում եմ հաց տամ, ինքը ես սեղանի շուրջ նշտած հաց ուտի ու նայեմ, թե ոնց է այդ հաց ուտում։ Հասկացի, երբ որ ինքը հաց է ուտում ու կշտանում, այս թվում է, թե աշխարհի բոլոր մարդիկ էլ սոված չեն։ Ես ուզում եմ մեկ-մեկ գիշերները գա իմ կողքը պառկի ու ինձ պատմություններ պատմի, ես էլ ուղղակի լսեմ, ընդամենը լսեմ, ուրիշ ոչ մի բան։ Դու չգիտես ինչ բան է կարոտը, Մարո, բայց մի վախեցի։ Ես Տոմային քեզանից չեմ գողանա։ Դու ես իրան Տոմա դարձրել։ Մի վախեցի։ Ես գիտեմ, որ երբեք չեմ կարողանալու իրան տամ այն ինչ, որ դու ես իրան տվել։ Դու իրա համար ամեն ինչ ես արել։ Իսկ ես այն մայրն եմ, ով որ ուղղակի իրան քեզ է տվել։ Դու գիտես ինչ բան էր, որ քո սեփական երեխու աչքերի մեջ չես կարողանում նայել։ Պարզ հայացքով ուղղակի նայես աչքերի մեջ։ Բարո, ես չեմ կարողանում նայել, որովհետև երբ որ փոքր էր, ես իր այդ փոքրիկ թատիկը դրեցի քո ձեռքի մեջ ու տվեցի, որ դու տանես։ Ուղղակի տվեցի ու դրա համար այն միջև այսօր ես մենակ մեղավոր հայացքով կարող եմ իր աչքերի մեջ նայել։ Այն օրվա պես, որ ձեր ավտոյի դուռը բացեց ու վազելով փախավետ եկավ իմ մոտ։ Ես նույնիսկ իրան նկատողություն անել չեմ կարող։ Իսկ դու կարող ես։ Իսկ ես մենակ կարող եմ խնդրել։ Ինքը նույնիսկ ես տանը սխալներ չի անում։ Որովհետև հարևան երեխեքը ուրիշի տանը սխալ բան չեն անում։ Թամարիկ իրան այստեղ տենց է պահում։ Ուղղակի չեմ հասկանում մի բան։ Դու ինձ ամեն ինչում հաղթել ես։ Հիմա ինչ ես եկե պարտվածի նման ինձանից ինչ-որ բան խնդրում։ Ջան, մարդիկ են եկե, տեղ չկա, ինչ անեմ, ախպեր։ Սակջան ոնց տեղ չկա, տալ վերև է բիսեtkեքը։ Լավ։ Ատո։ Արկո։ Ախպեր մի բան պիտի անեմ։ Թամարի հետ պիտի խոսամ, սենց չի լինի։ Օրերն անցնում են, հեսա մի օր էլ կասի գնում եմ։ Բարի։ Ինչ անեմ, ասա։ Չգիտեմ։ Ինձ մի հարցրու։ Սիրիային թեմաներով գնա գնալի այդ խոսա։ Այսինքն երկուսդ էլ դառել եք։ Արգո, աղբորպես գնա։ Ուրիշ բան պետք լինի, արի ասա։ Գիտես չկա նենց բան, որ քո համար չեմ անի։ Բայց ինձ մի հարցրու, ինչ ծաղի կառնես, նամակդ ոնց սկսես գրել, որ ուզվի։ Ես չկամ տենց հարցերում։
ու ես հիմա մեղավոր եմ զգում, որ հրաժարվեցի, փախա իմ կյանքից։ Մեղավոր եմ զգում, որ չապրեցի, չզգացի ու չտեսա այն, ինչ ապրեց մայրս ու քույրս։ Ես գնացի ինձ հետ տանելով անվերջանալի մի կարոտ, որը ամեն օրվա հետ մաշվում էր, տանելով ինձնից հիշողություն։ Մի շատ փոքր, բայց շատ թանկ բան իմ անցյալից։ Ես ամեն օրվա հետ կորցնում էի ինձ, ու ամեն նոր օրվա հետ հարմարվում էի այն կյանքին, որը իմը չէ։ Ես վախենում էի, որ մի օր հետ եմ գալու, ու ոչինչ չզգամ։ Բայց ես ստեղ եմ, ոտքերս էլի թրջվում են այն ալիքներից, որ ինձ աշխարհում ամեն ինչից հարազատ են։ Ես ստեղ եմ, բայց կարոտն ավելի ուժեղ է, քան երբ որ հեռվում էի, որովհետև Մոսկվայում ես դեռ չգիտեի, որ գալու եմ ու հասկանամ, որ կորցրել եմ ամենաթանկը։ Ու ես հիմա եմ հասկանում, որ մարդը ամենաշատը կարոտում է այն, ինչը որ արդեն իրենը չի։ Ես անընդհատ ինձ մեղավոր եմ զգում Սևանի առաջ, որ վաղուց չեմ պատմել երազանքներիս մասին։ Հրոյի, Արկոյի ու Գնելի մոտ, որ կիսատ թողեցի մեր մանկության խաղերն ու էլ չվազեցի իրենց հետ կորցնելով կոշիկներս։ Մեղավոր եմ զգում այն ընտանիքի առաջ, որ ինձ տվեց ամեն ինչ, բայց ես միշտ մտածեցի, որ այդ սենյակը այնքան տաք չի, ինչքան որ իմ ծեփերը պատերից պոկված սենյակներ, ու այդպես էլ օտար մնացի։ Իսկ հիմա եկել եմ իմ տուն, օտար դարձած։ Ես երկու տուն ունեմ, բայց իրականում չունեմ իմ տունը։ Ես չգիտեմ որտեղ է այն տեղը, որ գլուխս կդնեմ բարձին ու կհասկանամ, որ եկա, որ մի քանի օրից չեմ գնալու, որ էլ չեմ վերադառնալու, որովհետև արդեն վերադարձել եմ։ Ամենաթանկ բանը, որ ունի մարդ, հիշողություններն են։ Այդ հիշողությունները անընդհատ կանչում են մեզ։ Ու մենք անընդհատ զգում ենք, որ ինչ-որ տեղ, ինչ-որ կիսատ թողած բան սպասում է մեզ։ Մենք գնում ենք այդ ձայնի վրա, բայց չենք գտնում այն, ինչը այդքան տարի ապրել է մեր հիշողություններում, որովհետև դու քեզ հիշում ես այդ պահին, այդ տեղում, այդ զգացմունքներով։ Քեզ թվում է, որ պահը կանգ է առել, ու քեզ սպասում են հենց այն մարդիկ, ում հիշում ես։ Բայց կյանքը փոխվել է այն ժամանակ, երբ որ դու հեռու ես եղել։ Ու ոչ մեկը մեղավոր չի, որ դու կորցրել ես քո պահը։ Իմ ստեղ մնալը էլ իմաստ չունի։ Ես էլ չեմ կարողանում, ու չեմ ուզում ներկա գտնվեմ այն ամեն ինչին, ինչ կատարվելու է։ Մարի, Հրո, Գնել, ես չեմ ուզում։
որովհետև իմ օգնության կարիքը այստեղ ոչ մեկը չունի։ Իսկ խանգարել չեմ ուզում։ Ես կխոսեմ իր հետ։ Կասեմ թող ձեզ հետ գա։ Թող չկորցնի այն ինչի համար այսքան թանկա վճարվել։ Ինչի համար ես այսքան լացել եմ։ Ուղղակի մի բան իմացի։ Իմ երեխան ոչ մի փողով գնված բանի համար չի փոշմանի ու հետ չի գա ձեր հետ։ Կփոշմանի մենակ իմ արցունքների համար, իմ զրկանքների համար։ Չմտածես։ Կխոսեմ հետը։ Ձեր հետ հաստատ հետ կգա։ Իսկ հիմա գնա։ Գյուղով մեկ քեզ եմ անգալիս։ Կարոտել էր ինձ։ Ես բոլորիդ էլ կարոտել էի։ Ես իմ մասին եմ հարցնում։ Ասում եմ Մարկո, ես բոլորիդ կարոտել էի։ Այս ամեն ինչը իմ մանկությունն է։ Բայց մենակ մանկությունը, որովհետև հիմա հասկանում Սիրում եմ քեզ։ Ես էլ ձեզ եմ շատ սիրում։ Ես ուրիշ բան եմ հարցնում։ Ինչի աչքերից մեզ չես նայում։ Ես չեմ ուզում դու էլի գնաս ու էլի չասեմ ու էլի չիմանամ դու ինչ ես մտածում։ Թամ ես սիրում եմ քեզ ու քո հետևից ուր պետքա կգամ։ Ես քեզ ամեն օր կարոտում եմ։ Քո նկարները իմ գրքերի մեջ եմ պահում։ Նայ։ Ես ձեր բակից եմ գտել, երբ որ գնացիր։ Ու միջև հիմա մոտս է։ Հա, ես էլ հիմա գյուղում չեմ ապրում։ Ու ես էլ հիմա ընդհանուր բոլորին ու ամեն ինչ կարոտում եմ։ Բայց դու այդ ընդհանուրի մեջ չես։ Չգիտեմ, քեզ մի տեսակ ուրիշ ձև եմ սիրում, բայց ուրիշ բան է։ Թամ։ Կմնաս հետս։ Կմնաս տեղ։ Մարկո, ես պիտի գնամ։ Հենց հաջորդ թռիչքով պիտի գնամ։ Գրիգն ու Մարին։ Ասիտում ես քեզ ասելի բան։ Ասեցի թող ձեռքս։ Կարաս բացատրես ով է այստեղ են։ Հա լավ, հանգստած ինչ ես պանիկայի մեջ ընկի։ Ուխի այ մեծ սենց խոսում։ Գրիգ ինչ ա եղել։ Չգիտեմ, ես էլ նոր եկամ։ Շատ լավ արեցիք, որ եկաք։
Շատ ճիշտ ժամանակի եկաք։ Գնելը խմելը ու որոշել է ինձ փախցնի ստեղից։ Ավելի լավ է իրան տուն տարեք, կլինի։ Ես ոչ միտեղ չեմ գնա։ Գնել։ Արի գնանք, հա։ Ապեր չէ թող, ես Մարի հետ շատ երկար խոսալու բան ունեմ։ Իսկ ով ասեց, որ Մարին քո հետ խոսալու բան ունի, էն էլ շատ երկար։ Ոնց։ Այսինքն խոսալու բան չունես։ Չես ուզում բացատրես ով է այստեղ է։ Գնել, աղբորպես արի գնանք տուն, կհանգստանաս, հետո կխոսանք, հա։ Ապեր չէ թող, Մարինից պետք է բացատրի ով է այստեղ է։ Գնել։ Աղբերական դուք եկեք իրար բացատրեք, թե ով է։ Ես գնամ կտեսնենք, էլի պակա։ Ես եմ գալիս։ Մարի։ Գնել։ Չէ, ապեր Մարինից պետք է բացատրի ով է այստեղ է։ Ով է այստեղ է։ Գնել։ Որա ինչ ես ուզում ես դու հանգստացի։ Ես քեզ ինչ-որ բան խոստացել եմ։ Խոստացել եմ քեզ ինչ-որ բան ասա, հա թե չէ։ Ինչ-որ բան եմ խոստացել, կասես։ Չէ։ Մի հատ սուս մնա, Մարի։ Ես քեզ զգուշացնում եմ, չէ։ Ուզում ես ամուսնանալ։ Չես տեսել մատանին։ Այս մատանին մամատ։ Մատից դրել է, որ քո աղբոր հետ ամուսնանա։ Բայց սրան ինչ կասես։ Մարի հանգստացի մի հատ, ինչեր ես խոսում, չես տեսնում ինք արդեն վատաս։ Դե ուրեմն թող տուն գնա, եթե վատազգում իրան։ Մարի, մենք հիմա ստեղից իրար հետ կգնանք, խոսանք, իրար կհասկանանք։ Ես ոչ միտեղ քո հետ չեմ գալիս։ Մենք հիմա բոլորս միասին ստեղից կգնանք։ Ինքը մեր հետ չի գալու, ես զանգում եմ Հրանին։ Ես ոչ միտեղ չեմ գալիս, գնա ստեղից։ Մարի, լսի։ Ուզում ես ամուսնանալ։ Հենց բերես կամուսնանալ։ Գնա։ Գնել, մի գնա։ Մարի, ինչ ես անում, գնել չէ, մի գնա։ Չես դու լավ գիժես։ Գնել։ Բայց մալադ ես տղուն թռավ։ Արկո, գնա հետաքրքիր խնդրում եմ քեզ։ Կարող գնաս հետերից։ Գնա շուտ արա։